Այսօր լրանում է քաղաքացու տարեկան հայտարարագրի լրացման վերջնաժամկետը։ Տարբեր պետական կառույցներ հիշեցնում են, ուշացումները կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության, սակայն ոչ բոլորն են համաձայն պարտադիր հայտարարագրման սկզբունքին։ Դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը։ Այս մասին եւս մեկ անգամ հայտարարեց Հայաստանի ԵՍ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, պարզաբանելով, որ այսպիսով կառավարությունը մտնում է քաղաքացու գրպանը, ստեղծում է անտեղի հարկերի հիմք, դառնում է մարդկանց կառավարող եւ վախեցնող։ Խոսելով հայտարարագրման վտանգավոր հետևանքների մասին Սարգսյանն ասում է. տեղեկություն է ստանում բանկային գաղտնիքի վերաբերյալ վիճակագրական մի քանի տվյալները ձեռքին նշում է 860,000 քաղաքացուց միայն 130,000-ն են ներկայացրել հայտարարագիր, 730,000-ը չեն ներկայացրել։ Ավելորդ տեղ մարդկանց գումարները 20%-ով հարկելու պարագայում աղքատության խորացման էր հանգեցնելու, տոտալ վերահսկողություն է սահմանում իշխանությունը հայ հասարակության վրա եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ տնտեսական բռնության գործիք որպես կիրառելու է եւ հայ հանրությանը ուղղակի մահակ է, այսպես տնտեսական մահակը ձեռքը բռնած, տնտեսական մահակը վերածելու քաղաքական մահակի, սոցիալական մահակի եւ այսպես շարունակ բոլորին անհատապես մշտական վերահսկողության տակ է պահելու։ Հանգեցնելու է նշված արտագաղթի ծավալների ավելացման, ներգաղթի ծավալների կրճատման եւ բանկային գաղտնիքի տիրապետման, որը ամենավտանգավորն է։ Ինչու են դեմ հայտարարագրմանը։ Օրինակ է բերում ծախսատարությունը։ 42%-ից ավելի աղքատություն ունեցող երկրում տարեկան 50,000 դրամ միայն եկամտային հաշվարկ ներկայացնելու համար լրացուցիչ ծախս պետք է կատարվի։ Քաղաքացին հայտարարագիր լրացնելու համար բջջային հեռախոսներ պետք է ձեռք բերի, քարտը մշտապես ակտիվ կարգավիճակում պահելու համար, էլեկտրոնային ստորագրություն տարեկան ակտիվացման վճարի համար եւ այլն։ Հայտարարագիր չլրացնելու դեպքում որևէ մեկը ձեզ չի գալու վարչական դուգանքի ենթարկի, ասում է Սարգսյանը։ Անդրադառնալով պետեկամուտների կողմից հայտարարագրերի նախալրացմանն ասում է, այսպես թե այնպես չլրացնելու դեպքում էլ քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը պետեկամուտների կոմիտեի կողմից գեներացված է։ 2026 թվականի համար եկամուտների հայտարարագրման արդյունքում սոցիալական կրեդիտների հետ վերադարձման համար նախատեսված է 10 միլիարդ դրամ։ Հիշում եք, չէ, որ ուսանող զավակներին կամ վճարովի դպրոց հաճախող զավակների համար 100,000 դրամ սոցիալական կրեդիտ էին հետ վերադարձնում։ Եթե 10 միլիարդ դրամ բաժանում ենք 100,000 դրամի, դուրս է գալիս, որ ծրագրից կարող է օգտվել 100,000 մարդ ընդամենը։ Եվ մենք ամիսներ առաջ, որ խոսում էինք, ասում ենք, կեղծիք է այդ սոցիալական կրեդիտի ինստիտուտը, սրանով ընդամենը շահադրթում են, որ անձինք ներկայացնեն եկամուտների հայտարարագիրը, բայց հետագայում դա վերացվելու է։ Չեն համբերել մարդիկ 2026 թվականի բյուջեում արդեն նախատեսել են։ Եթե չեք լրացնում հայտարարագիրը, ապա պատասխանատվության չեք ենթարկվում։ Իսկ եթե պետեկամուտների կոմիտեն ավտոմատ գեներացնում է ձեր տվյալները, ապա ամբողջ պատասխանատվությունը պետեկամուտների կոմիտեի վրա է, ասում է Սարգսյանն ու հավելում, ոչ վարչական, ոչ էլ հարկային որևէ պատասխանատվության քաղաքացին չլրացնելով չի ենթարկվի։ Նրա խոսքով պարտադրանքը չի կարող լինել արդյունավետ միջոց։ Քաղաքացին պետք է ունենա կամավոր մասնակցության հնարավորություն, ոչ թե վախի ու տույժերի պայմաններում լրացնի հայտարարագիրը։ Գնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։